Շնորհակալություն պարոն Բաբայան, իսկ հիմա խնդրում եմ հարգելի պատգամավոր ուշադրի լինել, որտեղ տեղի են ունենում քվեարկություններ են տեղի ունենում։ Քվեարկությանը դրում կառավարության ներկայացրած զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը քվեարկություն։ Կողմ 68 դեմ 0 ձեռնպահ 17 որոշում ընդունվել է։ Քվեարկությանը դրում կառավարության ներկայացրած Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ Զարգացման միջազգային բանկի միջև Հայաստանի ջրի եւ ոռոգման ծառայությունների բարելավման ծրագրի առաջին փուլ վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը քվեարկություն։ Տեղեկացնեմ, որ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը թողել է իր կողմ քվեարկությունը, հարգելի գործընկերներ։ Կողմ 66-67 Վլադիմիր Վարդանյանի ձայնը հանդերձ 18 դեմ ձեռնպահ 2 որոշում ընդունվել է։ Քվեարկության դրում կառավարության ներկայացրած սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ գովազդի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը քվեարկություն։ Կողմ 65 դեմ 1 ձեռնպահ 20 որոշում ընդունվել է։ Քվեարկության դրում ազգային ժողովի պատգամավորներ Թագուհի Ղազարյանի եւ Սիսակ Գաբրելյանի ներկայացրած պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը քվեարկություն։ Կողմ 66 դեմ 20 ձեռնպահ 0 որոշում ընդունվել է։ Քվեարկության դրում կառավարության ներկայացրած Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը քվեարկություն։ Տիկին Ղազարյան, մի խանգարեք գործընկերներին քվեարկել։ Կողմ 66 դեմ 2 ձեռնպահ 18 որոշում ընդունվել է։ Քվեարկության դրում կառավարության ներկայացրած հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը քվեարկություն։ Կողմ 65 դեմ 7 ձեռնպահ 16 որոշում ընդունվել է։ Քվեարկության դրում կառավարության ներկայացրած բուսասանիտարիայի մասին օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը քվեարկություն։ Պարոն Խաչատրյան, մի խանգարեք պարոն Համբարձումյանին։ Իր համար կանգնած է հանգիստ, ինչ եք խանգարում։ Կողմ 65 դեմ 0 ձեռնպահ 22 որոշում ընդունվել է։ Քվեարկության դրում կառավարության ներկայացրած գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը քվեարկություն։ Կողմ 65 դեմ 0 ձեռնպահ 23 որոշում ընդունվել է։ Քվեարկության դրում կառավարության ներկայացրած
Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը քվեարկություն։ Կողմ 66 դեմ 0 ձեռնպակ 22 որոշում ընդունվել է քվեարկության դրում կառավարության ներկայացրած Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը քվեարկություն։ Կողմ 66 դեմ 0 ձեռնպակ 22 որոշում ընդունվել է։ Քվեարկությանը դրում կառավարության ներկայացրած մաքսային կարգավորման մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ պետական турքի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը քվեարկություն։ Կողմ 65 դեմ 0 ձեռնպակ 23 որոշում ընդունվել է։ Քվեարկության դրում ազգային ժողովի պատգամավորներ Ծովինար Վարդանյանի եւ Արուսյակ Մանավազյանի ներկայացրած Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը քվեարկություն։ Կողմ 66 դեմ 0 ձեռնպակ 22 որոշում ընդունվել է քվեարկության դրում կառավարության ներկայացրած մաքսային կարգավորման մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը քվեարկություն։ Կողմ 65 դեմ 0 ձեռնպակ 25 որոշումն ընդունվել է քվեարկությանը դրում կառավարության ներկայացրած Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը քվեարկություն։ Կողմ 65 դեմ 0 ձեռնպակ 23 որոշումն ընդունվել է քվեարկության դրում կառավարության ներկայացրած գնումների մասին օրենքում լրացում կատարելու մասին եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը քվեարկություն։ Կողմ 65 դեմ 0 ձեռնպակ 23 որոշում ընդունվել է քվեարկության դրում կառավարության ներկայացրած զինվորական ծառայության զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը քվեարկություն։ Կողմ 68 դեմ 0 ձեռնպակ 20 որոշումն ընդունվել է քվեարկության դրում կառավարության ներկայացրած պետական турքի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը քվեարկություն։ Կողմ 65 դեմ 1 ձեռնպակ 22 որոշում ընդունվել է քվեարկության դրում կառավարության ներկայացրած ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը քվեարկություն։
Կողմ 66 դեմ 0 ձեռնպակ 22 որոշումն ընդունվել է քվեարկության ներում կառավարության ներկայացրած ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը քվեարկություն Կողմ 66 դեմ 0 ձեռնպակ 22 որոշումն ընդունվել է քվեարկության ներում կառավարության ներկայացրած էկոպարեկային ծառայության մասին օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը քվեարկություն Կողմ 65 դեմ 1 ձեռնպակ 22 որոշումն ընդունվել է քվեարկության ներում կառավարության ներկայացրած ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը քվեարկություն Կողմ 88 դեմ ձեռնպա չկա որոշումն ընդունվել է քվեարկության ներում կառավարության ներկայացրած Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը քվեարկություն Կողմ 66 դեմ 0 ձեռնպակ 22 որոշում ընդունվել է եւ եւս երկու օրենք, որոնք որ սահմանադրական են, տեղեկացնեմ, որ մեր գործընկեր Վլադիմիր Վարդանյանը թողել է իր քվեարկությունները եւ այսպես քվեարկությանը դրում կառավարության ներկայացրած Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ հանրային ծառայության մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը քվեարկություն Տեղեկացնեմ, որ ինչպես ասացի Վլադիմիր Վարդանյանը թողել է իր քվեարկությունը, այն կողմ քվեարկություն է։ Այսպիսով կողմ 68 դեմ 14 ձեռնպա 7 որոշումը ընդունվել է։ Քվեարկության դրում կառավարության ներկայացրած Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը քվեարկություն Այստեղ նույնպես Վլադիմիր Վարդանյանը թողել է իր կողմ քվեարկությունը Տիկին Ջուլհակյանի դեպ ասեմ իմանաք Կողմ 66 դեմ 1 ձեռնպակ 20 որոշում ընդունվել է քվեարկությունը ավարտվեց